Բաց դաս, բաց երկնքի տակ։ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի բակը լեփ-լեցուն էր, աշխույժ, ուրախ եւ աղմկոտ։ Այստեղ էին հավաքվել դպրոցի բոլոր դասարանների աշակերտները, առակների միջոցով խրատ կարդալու եւ դրանց հետևելու հորդորով։ Հեքիաթներով եւ առակներով հագեցած նման միջոցառումները դպրոցում արդեն ավանդական են դարձել։ Առաջինը, որն անցկացվել է տարիներ առաջ, նվիրված է եղել մեծ մանկագիր Անդերսենի հեքիաթներին։ Մենք ընտրել ենք մի բարոյախրատական, այսպես ասեմ, ուսուցողական ժանր, առակը, որը մեր երեխաները կներկայացնեն եւ շատ խոսուն վերնագիր, որը այսպես է հնչում առակս ինչ կցուցանե։ Այսինքն առակը ինչ է սովորեցնում։ Առակի ժանրը հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։ Կրթական հաստատություններում եւ մասնավորապես դպրոցներում այն մշտապես գործածվել է ուսուցողական նպատակներով։ Քննադատվել են հասարակական առակներն ու բացասական երևույթները։ Թիվ 1 դպրոցի աշակերտները եւս վեր հանեցին մարդկային թերությունները, հանդես եկան օգտաշատ խորհուրդներով։ Ոչ տվեց այսպես թելին, իսկույն գետին, դրին գելին, արքան հագավ գելի կաշին, միսը կերավ նախաճաշին։ Տեսնում ես մեղուն իր գործն է անում եւ պատասխանել քեզ չի կամենում, այ դու կռավան ու չարալեզու, լեշկուլ տալուց զատ ինչ ես արել դու, չափանիշո չէ ապրած տարիքը, այլ կյանքին տված մարդու բարիքը։ Ծառն ինչքան շատ բար ունենա, գլուխը կախ կգցի։ Թրջունը թևրով է թրջում, մարդն անունով ու գործով։ Խորիմաստառակներն ու դասյարակչական հեքիաթները հանդիսատեսի դատին հանձնելով աշակերտներն իրենք էլ անհրաժեշտ դասեր քաղեցին, սովորեցին արժանին հատուցել մեծերին, հարգել եւ սիրել փոքրերին, օգնության ձեռք մեկնել կարիքավորին, զերծ մնալ ժլատության գայթակղությունից եւ կյանքում մշտապես բարություն գործել։ Սովորում ենք հարգել մեկը մյուսին, ուրիշի գործերին չխառնվել, մեր գլխներից բարձր գործեր չբռնել, բավարարվել մեր ունեցածով։ Արդեն 4-5 տարի է մեր դպրոցը կազմակերպում է այսպիսի միջոցառումներ, որոնք իհարկե ուսումնալի են։ Նրանք ոչ միայն դաս են տալիս աշակերտներին, այլ նաև նրանց ծնողներին, յուրաքանչյուր առակ ունի իր իմաստը եւ նշանակությունը։ Իմ կարծիքով այսպիսի միջոցառումները պետք է կազմակերպվեն հաճախ։ Երեխաները ոչ միայն դասեր քաղեցին առակներից եւ հեքիաթներից, այլև ամրապնդեցին օտար լեզուների իմացությունը, առակները ներկայացնելով նաեւ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Հեզանազ աղջիկներն էլ ներկաներին հիացրին իրենց սքանչելի պարային կատարմամբ։ Մենք բազում ենք ուշադրություն ինչի չենք կարողանում լուսավորել ցերեկ ու գիշեր արեգակի ու լուսնի նման։ Որովհետև միաբանությամբ չեն վարվում։ Եվ որոշեցին նախ հադատել եւ փախցնել արեգակը։ Մարիամ Սահակյան, Լիլիթ Յոլչյան, Նիք հեռուստաընկերություն։